FM 107 հաճախությամբ եթերում Արմ ռադիոն է, ստուդիայում է Դավիթ Մուրադյանը եւ ձեր ուշադրությանը ես կներկայացնեմ փետրվարի 4-ի մամուլի տեսությունը։ Հայկական ժամանակը գրում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության Երևանի քննչական վարչության քննիչ Ասատուրյանը 3 Դուբարաշեն քրեակատարողական հիմնարկում մեղադրանքի առաջադրել Հայկական ժամանակ օրաթերթի թողարկման պատասխանատու Հայկ Գևորգյանին։ Վերջինս մեղադրվում է վրաերթ կատարելու եւ դեպքի վայրը լքելու համար արարքներ, որոնք նախատեսվում են մինչեւ 3 տարվա ազատազրկում։ Հայկ Գևորգյանը չի ընդունել մեղադրանքը եւ մեղավոր չի ճանաչել իրեն, հրաժարվել է ցուցմունք տալ եւ քննիչի ու փաստաբանի ներկայությամբ բանավոր հայտարարել է, որ սույն քրեական հետապնդումը համարում է ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից պատրաստված հետապնդում իր լրագրողական գործունեության համար։ Հրապարակ օրաթերթը գրում է, որ տեղեկացել է, որ առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով Նայիրի բժշկական կենտրոն է տեղափոխվել զինդատախազ Գևորգ Կոստանյանը, ըստ որոշ լուրերի նա կաթված է ստացել երեկոյան, նա դեռ գտնվում էր հիվանդանոցի վերակենդանացման բաժնում, գրում է թերթը։ Կոստանյանի առողջական վիճակի մասին հիվանդանոցից հրաժարվել են որևէ տեղեկություն հայտնել, միայն թերթը կարողացել է ճշտել, որ վիճակը կայուն է եւ կյանքին վտանգ չի սպառնում։ Առավոտ օրաթերթը Քրդիստանը մինչև մայիս վերնագրով հոդվածում գրում է. Մինչև մայիս աշխարհի քարտեզը կվերաձևվի եւ կառաջանա նոր պետություն Քրդիստան, 40 միլիոն քրդերը կունենան իրենց հայրենիքը Քիրքուկ մայրաքաղաքով, ու եթե մինչև այժմ արևմտյան պետություններին թուրքական էքսպանսիայից պահում էր Պարսկաստանը Իրաքը, ապա դա հիմա կանի նորաստեղծ Քրդիստանը։ Այս ծրագրի մի մասը նախապատրաստում են նաև Հայաստանում։ Արաքսի հարավային հատվածում Թուրքիան եւ Ադրբեջանը Պարսկաստանից կփոկեն Ատրպատականը։ Այսօր սրան խոչընդոտում է միայն Ռուսաստանի Դաշնության ներկայությունը Հայաստանում։ Առավոտի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության անդամ Գուրգեն Եղիազարյանը։ Պատշաճ չէ, որ Ֆրանսիան հրաժարվի սենատի որոշումից առավել եւս ընդգրկի Թուրքիայի առաջ վերնագրով հոդվածում ազգը գրում է, որ հակառակ ենթադրությունների հենց հունվարի 30-ին, երբ նախատեսվում էր նախագահի ստորագրությունը, սենատի ընդունած օրինագիծը 77 սենատորների ստորագրությամբ, որոնց միացել են նաեւ Ֆրանսիայի ազգային ժողովի 65 падգամավորներ, բողոքարկվեց սահմանադրական դատարանում։ Այնուհետև թերթը շարունակում է, թե ինչպես թուրքական լրատվամիջոցներն են նշել, Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահ Ջեմիլ Չիչեքը նկատի ունենալով օրինագծի բողոքարկման դիմումը, դա բնութագրել է որպես խոսքի ազատության սկզբունքին հետամուխ լինելու դրսևորում եւ դրական զարգացում։ Դրա առնչությամբ էլ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ասել է. համոզված եմ եւ հույսով, որ Ֆրանսիայի սահմանադրական խորհուրդը ողջամտություն կդրսևորի եւ կհանգի այնպիսի եզրակացության, ինչը չի հակասի Ֆրանսիայի արժեքներին, Եվրոպական միության սկզբունքներին եւ խղճի խայթ չի առաջացնի, գրում է Ազգորաթերթը։ Ժողովուրդ օրաթերթը հայտնում է, որ Հայաստանի վերաքննիչ դատարանը մերժել է մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանի վերաքննիչ բողոքը 15 տարվա ազատազրկման վճիռը թողնելով անփոփոխ։ Ըստ որոշ տեղեկությունների Տեր-Պողոսյանն այժմ գտնվում է բժիշկների վերահսկողության ներքո, քանի որ նրա մոտ հայտնաբերվել է ուռուցք եւ այժմ նա փորձում է հիվանդությունն օգտագործել պատժից խուսափելու համար։ Թերթը նաև տեղեկացնում է, որ փետրվարի 12-ին Հրազդանում կայանալիք քաղաքապետի ընտրություններին Ժառանգություն կուսակցությունը սատարելու է եւ հնարավոր ամեն բան անելու է Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Սասուն Միքայելյանի հաղթանակի համար։ Այդ մասին հայտարարել է կուսակցության առաջնորդ Ռաֆի Հովհաննիսյանը։ Չորրորդ ինքնիշխանություն թերթը գրում է. Ժառանգությունը շարունակում է բանակցել ազատ դեմոկրատների հետ։ Ազգային ժողովում ներկայացված ընդդիմադիր Ժառանգություն կուսակցությունը մարտի 2-ին համագումար է հրավիրելու, որտեղ պարզ կդառնա մայիսին կայանալիք ընտրություններում Ժառանգություն կուսակցության մասնակցության հարցը, ձևերն ու չափերը, երեք հայտարարել է Ժառանգություն կուսակցության առաջնորդ Ռաֆի Հովհաննիսյանը։ Պատասխանելով Ազատություն ռադիոկայանի հարցին, թե որտեղ է արդյոք մեծ է հավանականությունը, որ Ժառանգությունը նախընտրական դաշինք կազմի նորաստեղծ ազատ դեմոկրատներ կուսակցության հետ, Հովհաննիսյանն ասել է, թե առայժմ այդ ուղղությամբ քննարկումները շարունակվում են։ 168 ժամը գրում է, որ Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը չի բացառում, որ կարող է անդամակցել Բարգավաճ Հայաստան կուսակցությանը։ Թերթի հարցին ի պատասխան
զրույցում Օրսկանյանն ասել է, թե ԲՀԿ-ի հետ համագործակցության վերջնական որոշում դեռ չի կայացել, բայց այդ ուղղությամբ քննարկումները բավականին խորացել են։ Իսկ ինչու է ուզում համագործակցել հատկապես ԲՀԿ-ի հետ, այդ հարցին Վարդան Օսկանյանը պատասխանել է. Իմ տպավորությունն է եւ հուսով եմ, որ չեմ սխալվում, որ ԲՀԿ-ն իշխանություն ունենալու դեպքում պետական համակարգում կներգրավի բացառապես այնպիսի մարդկանց, որոնք փորձ ունեն, կարող են եւ պատրաստական ու ազնիվ են անկախ այն հանգամանքից, թե այդ մարդիկ ինչպիսի քաղաքական ճանապարհ են անցել։ Եվ վերջում օրվա տոնի մասին ըստ Հայոց Աշխարհի փետրվարի 4-ին նշվում է Սուրբ Սարգսի տոնը։ Սովորաբար տարվա եկեղեցական առաջին տոնը Հիսուս Քրիստոսի ծնունդով է սկսվում, որին հաջորդում է Հովհաննես Մկրտչի ծնունդը, գրում է թերթը։ Բայց մեր ժողովուրդը չափազանց կապված լինելով իր սիրելի սրբի Սուրբ Սարգսի հետ, դրանից հետո կատարում է Սուրբ Սարգիս Զորավարի եւ նրա որդի Մարտիրոսի տոնը, քանզի Քրիստոսի քաջ զինվորը եւ անհաղթ վկան գերագույն հանդիսացավ բոլոր իշխանների շարքում եւ անսասան հավատքով հաղթեց աշխարհի իշխանին սատանային, գրում է թերթը։ Սուրբ Սարգիսը հույն էր, հիշեցնում է նա Կապադովկիայի Կեսարիայից քաջ եւ առաքինի այդ զինվորականը Կոստանդին Մեծի օրոք, երբ քրիստոնեական հավատքի լույսը տարածվում էր համայն հռոմեական կայսրության մեջ, հավատքով քարոզում էր Քրիստոսի ավետարանը, կործանում բագիններն ու մեհյանները, տեղը կառուցում եկեղեցիներ։ Մամուլի տեսությունն Արմ ռադիոյի եթերում է ամեն օր բացի կիրակի եւ երկուշաբթի օրերից առավոտյան լրատվական թողարկման ընթացքում եւ ժամը 14-ի ու 16-ի լրատվական թողարկումներից հետո։ Ձայնագրությունը հասանելի է ինտերնետում, Facebook, YouTube եւ Twitter սոցիալական ցանցերում Arm Radio FM 107 հասցեներով։ Մամուլի տեսությունը պատրաստեց եւ ներկայացրեց Դավիթ Մուրադյանը։